ֆիլմի վերնագրի հետ կապված, այո, շատ-շատերի մոտ հակասական ինչ-որ բաներ էին սկսվել, կապված հենց ոնց որ թվեցիր, կարող եմ չէ դույով, ես Աջան, իհարկե։ Ոնց որ ասացիր, եթե մինչև 18-ը լիներ այդ տեսակ վերնագիր, մենք շատ այդպես ինչ-որ էգզիստենցիալ հիստերիայի մեջ չէինք ընկնի, բայց Նոնան Սարգսյան, որը հանդիսանում է ֆիլմի պրոդյուսերը և նաև Genetic Production-ի հիմնադիրը, մեկնաբանությունը իր այսպիսին էր, որ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջին սպարապետն էր։ Մի քիչ դժվար է անմիջապես կարդալ այդ սովորական հանդիսատեսի համար, բայց մեկնությունը սա էր համենայն դեպս։ Ես ուրախ եմ, որ մեր ժամանակներում, մեր այս քիչ գիտակցված կամ գուցե լիարժեք անգիտակից վիճակում մենք խոսում ենք մի հերոսի մասին, որը մի երկար շրջան պայմանավորել է մեր եւ անվտանգությունը եւ պետական որոշակի պաշտոններ է զբաղեցրել, իր անունի հետ կապվում են շատ հերոսապատումներ։ Ես շատ ուրախ եմ, որ իր մասին մենք կարողանում ենք խոսել մեր օրերում։ Եվ հանդիսատեսը հենց առաջին իսկ խոսակցությունից, որ նման ֆիլմ է նկարահանվում, շատ մեծ ոգևորությամբ ընդունեց լուրը եւ բնականաբար տարբեր կարծիքներ եմ լսում ֆիլմի մասին, բայց հիմնականում սովորական հանդիսատեսը սիրել է ու գնահատում են ինչ որ կարողացել ենք մենք անել ֆիլմի հետ կապված։ Պիտի նշեմ, որ ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորել է Խորեն Լևոնյանը, նաև ինչպես արդեն ասացիր, ես մարմնավորել եմ Գրետա Մայրիկին։ Դա երկրորդական շատ չէ Գրետա Մայրիկի դերը։ Ես չեմ կերպարը հիմնականում առաջին պլանում է Վազգենը Սարգսյան, հետո ավելի շատ անդրադարձ է ընտանիքին, իր ընտանիքի պատմությանը, Վազգենի մեծ սիրուն իր ընտանիքի հանդեպ, ձագուկների, որոնք ապրում են այդ ընտանիքում, մայրիկին, եղբայրներին եւ նաեւ շատ քիչ քաղաքական բաղադրիչը նաեւ կա։ Ես ինչպես հասկանում եմ, ավելի շատ փորձել են զերծ մնալ քաղաքական բաղադրիչից, որքան էլ շատերս կարող ենք համաձայն չլինել դրա հետ, պիտի ֆիլմը դիտել իր ընտանիքի աչքերով, այդպես է, այդ տեսանկյունից է նկարահանված։ Ընտանեկան ֆիլմը ավելի Սիմեյնի բանի մասին։ Իսկ դու պատրաստվելուց ինչ աղբյուրներ ես ունեցել Գրետա Մայրիկին մարմնավորելու, ով կոնսուլտացիա արել։ Կոնսուլտացիաները հիմնականում Նոնայի հետ էին Սարգսյան եւ դրան գումարած ընտանեկան վիդեոներ, իրենց արխիվներից շատ տարբեր վիդեոներ խնջույքներից կամ չգիտեմ հարսանեկան ինչ-որ վիդեոներ կամ հենց զինվորականներ, որոնք իրենց հյուր են եղել տղերքը ճակատից, երբ որ եկել են, Գրետա Մայրիկը ոնց է հոգ տարել, իրենց վերքերը խնամել, իրենց բուժել եւ այլն։ Այդպիսի վիդեոներ էլ կային ու այդտեղ ինքը ինձ թվում է չափազանց ուժեղ կին է եղել, իր երկիրը հայրենիքը սիրող ու իր ընտանիքին նվիրված։ Իհարկե ես գտնում եմ, որ Վազգենի հանդեպ առանձնակի ուշադրություն ու սեր է ունեցել։ Մեծն է Վազգենը ընտան։ Կարծեմ Միջնեկն է։ Թե Միջնեկն է։ Չէ, Միջնեկն է։ Արմենը մեծն է, Միջնեկն է, հետո նոր Արամը Սարգսյան։ Քանի որ կերպարի հետ տարիքային տարբերությունը չափազանց մեծ էր, ես վախենում էի, որ ինչ որ մի հատ պահի անպայման ինչ որ մեկը դեռ չեն գրել, բայց կգրեն կամ գրել են ուշադիր չեմ եղել, թե ինչու հենց Մարջանը պիտի մարմնավորեր, արդյոք մենք չունենք դերասանուհիներ այդ տարիքի, որոնք կմարմնավորեն եւ կկարողանան։ Այդ ժամանակահատվածը, որի մասին խոսում են, Գրետա Մայրիկը այդքան էլ Չէ, մենք ֆիլմում ունենք ավելի մեծ տարիքը, մոտ 65-ից 65 տարեկան, այնտեղ բավական մեծ է տարբերությունը։ Այդքան գրիմով բնականաբար, փորձել ենք դիմահարդարման շնորհիվ ստանալ։ Ես ասեմ, որ կային դերասանուհիներ, որոնք կարող էին
բայց ընտրությունը պրոդյուսերներն են արել եւ Չէ, ռեժիսորը։ չէ, ես օրինակ չգիտեմ ինչա քեզ թվում որ տենց հարց կառաջանա, վստահ եմ տենց հարց չի առաջանա, ես արդեն տեսել եմ բազմաթիվ հարցեր, այդ թվում քո ասած քաղաքական տարի պակաս լինելուն, որովհետեւ մարդիկ ամեն դեպքում հասկանում են, որ Վազգենի կյանքի ճնշող մեծ բան ծավալը, հա, իր կյանքի եղել է քաղաքական տարը եւ երբ որ կտրում ես մի քիչ տենց օրգանիկայի խնդիր է գուցե առաջանում, բայց ինչ վերաբերում է կոդերին, այս այնպես որ դու ես այստեղ դրաման եմ, էլի, ասում անկեղծ եմ ասում, ով ինչ ասելա, լավը վատը լինի, քեզ առանձին են այդտեղ հիշատակել եւ առասարակ մի բան եմ նկատում, նաեւ հիմա որ նստած ես, դե մենք այնպես որ շատ են քեզ հետ անձնապես շփվել, ավելի շատ համացանցում ինչ որ լինելով շատ հարցերում համախոհներ, բայց ես այդ քո դրական աուրան նաեւ կոմենտներում եմ մտածում, ինչքան մարդագրում։ Իմ մոտ նստը փորձան, որ եթե ինչ որ դրական միանշանակ դրական ընկալելություն ունեցող պերսոնաժ պետքա կերտել, տենց օրինակ հոգատար, կենսուրախ, Ընտրությունը ինձ վրա է։ Հա, օրինակ ես պրոդյուսեր լինեմ, անկեղծ եմ փորձել ունես, դու արդեն հաջող մարմնավորելու դրական կերպարների այդ պրինցիպով ա եղել։